Երբ ֆանտաստիկ ես խաղում, բայց ոչինչ չես հաղթում։ Նրան շատերն անվանում են հետֆերգյուսոնյան ճգնաժամային Մանչեսթեր Յունայթեդի լավագույն ձեռքբերումը Բրունո Ֆերնանդեշ։ Սա այն դեպքն է, երբ թվերը բացարձակ չեն ստում։ Այն պահից ի վեր, ինչ կիսապաշտպանը 2020-ին միացել է Յունայթեդին, հենց նա է ամենաշատ գոլային պաս ստեղծած ֆուտբոլիստը թոփ 5 լիգաներում, առաջ անցնելով նույնիսկ Դե Բրույնեից։ Այս 5 տարում նա Պրեմիեր լիգայում երրորդ լավագույն ցուցանիշն ունի գոլերի եւ գոլային փոխանցումների հանրագումարում, իսկ վերջերս դարձավ Յունայթեդի պատմության միայն 6-րդ ֆուտբոլիստը, որ 50 եւ ավելի գոլ ու գոլային փոխանցում է գրանցել Պրեմիեր լիգայում, եւ այս ամենը Յունայթեդում, որ թիմային տեսանկյունից ուշքի չի գալիս։ Ֆերնանդեշի փոխանցումները ֆենոմենալ են, նա փայլում է նաև հեռվից հարվածներով ու իրացրած տուգանայիններով։ Բրունոն այս մրցաշրջանում խաղում է ոչ միայն ենթահարձակվողի, այլ նաև ավելի խորքից, հենակետայինի դիրքում, բայց այդտեղից էլ պահպանում է իր կայուն արդյունավետությունը։ Այդուհանդերձ Ֆերնանդեշն ընդամենը 2 տիտղոս ունի Անգլիայում՝ գավաթ ու լիգայի գավաթ։ Վերջերս թեժացել են նրա Մադրիդի Ռեալ հավանական տեղափոխության մասին խոսակցությունները։ Իսկ ըստ ձեզ նա պետք է մնա Յունայթեդում, թե ոչ։